Ողջույն, տունը փոխեցինք, այնտեղ սաղ սարերը փագել էին արդեն, ջղայնացանք, որոշեցինք գանք ստեղ։ Ապրիլի 10-ն է, 13 աստիճան, այսպես տեսարանը, ժամը 4:30 է, այնտեղ Արարատն է ելնում, հիմա եղանակը լավ չի երևում։ Դարդու ցավս ինչն է ստեղ։ Նայեք ինչումն է հարցը։ Այսա Ծարավ աղբյուր փողոցն է։ Այս բուսաբանական այգի Պարիսպն է, հələ նայեք։ Այսպես հզոր, սաղ սենց, ոնց որ հիմիկվա առանձնատների Պարիս պլնի, ոչ թե բուսաբանական այգու։ Ու այս մասերը շատ տխուր տեսարան ունի հիմա, թե հետո ինչ են անելու չգիտեմ։ Եթե հիշում եք այս առանձնատներում մի անգամ ես որ նկարում էի, ապրողներից մեկը պատմեց մեզ, որ ասեց այս դիմացը ամբողջ կանաչ էր, ծառեր էին, ոչ մի բան չկա, բոլորը կտրել են։ Հիմա ես սկսում եմ հավատալ, որտեղ են կաղնիների պատմությունը հիշում եմ, այն ընտիր կաղնիները, որ կտրել էին, ու բացատրությունը իրանց բոլորովին չհամոզեց, ինձ համնայն դեպս։ Լավ, եկեք ես մի հատ ստեղ մոտագա սարերը ցույց տամ, ինչի ենք ես տունը ընտրել։ Նախ ես մեր հիմնարկն է ստեղ։ Այս մեկը գութանասարն է։ Նայեք, ես մի սար է երևում ստեղից։ Տակն էլ Ծառուկյանի առանձնատունն է, էլի կանաչների մեջ։ Հիմա դեպի աջ հատիսն է։ Ընդ որում դե եղանակը լավը չի, շատ լավ երևում է ինքը, իսկ երեկոյանը լույսերն է երևում, այդ Քրիստոսը որ սարքում են էլի գլխին։ Դեպի աջ որ գնանք, այդ դեմ դիմաց, այդտեղ էլ աժդահակն է մի հատ հոյակապ տեսարան, էլի մի քիչ եղանակը ինչի, մի խոսքով կարծում եմ ճիշտ եմ արել տունը փոխել եմ, էլի չէ, ինչ կասեք հայեր։ Մեկ-մեկ կգնամ են ապրողին կխնդրեմ մի երկու տեսարան կնկարեմ, էլի, բայց դե սիրտս կոտրեցին, սարերը փագեցին մեր։ Իսկ ստեղ ոնց է, կարող է Արարատն էլ մի օր փագեն։ Կարող է ասում է, այ քեզ բան։ Ես էլ երշիկը, մի կողմից լավ է, երշիկը հարմար է, էլի չէ, միշտ պետք է գալի։ Էն էլ պարզվեց քանդում են հեսա շուտով մի հատ էստեղ կտնգեն շենք, այդ շենքը կարող է արդեն փագի։ Դեն հերվում ասեցի արդեն այդ գերեզմանն է, քանակերի։ Ու ես տղայիս խնդրեցի մի հատ դրոնով ինքը երեկա նկարե, հետո երեկոյան դրա համար մի քիչ ամպերը չի բռնում, Արարատն էլ լավ է երևում է, երեկոյան նկարածում։ Այս երշիկի գործարանը, որ փագում են իհարկե լավ է, որտեղ այդտեղից փիս աղմուկ էր գալի, բայց որտեղը կարող է բարձրահարկ սարքեն այդ տխուր է իհարկե։ Այս բարձրահարկ շենքը մի հատ հիշեք, հետո այս սարի վրա գերեզմանատունն է Զեյթունի, այդ նկարելուց դրոնի մեջ կխոսամ իրանց մասին։ Այս շենքի հետևը այդ բուսաբանականի մեջի բարձր թումբն է երևում, սարը էլի ոնց որ։ Հա, իմիջալոց, ստեղ էլ աժդահակն է երևում, էլի եղանակը այդքան լավը չի։ Դավիթը ասում է հոյակապ տեսարան աժդահակի վրա։ Դե այս մեկը այս է, արդեն ասեցի,
Ծարավ աղբյուրն է, իսկ շարունակությունը Մարշալ Բաբաջանյանը կլինի ու ընդեղ Աճարյանն է։ Դե դրոնով նկարելուց կասեմ։ Չէ, ներողություն կներեք, սխալվեցի։ Ծարավ աղբյուրի շարունակությունը չի Մարշալ Բաբաջանյանը, անորդ։ Այն կողմն է Մարշալ Բաբաջանյանը։ Այ ընդեղ է։ Դե դրոնով ցույց տալուց նորմալ կասեմ ամբողջը։ Այն էլ մեր հիմնարկն է։ Երեզմանոցն է, ճիշտ ասած, ինձ ուղեցին, ասեցին Զեյթունինը չի, քանակեր ավելի շուտ։ Մի խոսքով ստեղից սկսում է այնտեղ բրցնում է էս է ստեղել է ծարավ աղբյուրը։ Էս այդ առանձնատներն են ծարավ աղբյուրի։ Այն էլ մեր հիմնարկը, հա, մեկ էլ այն կողմը, ես որ գործից դուրս եմ գալի, հիշում եք միշտ ասում եմ Avan Tower, ստեղից այդքան լավ չի երևում, սա էլ ակադեմիայի դաշտն է, մենակ դաշտն է երևում, տրիբունաները չեն երևում, ու ընդեղ էլ նորակառույցներ են, դրանք ես հիմնարկից դուրս գալուց նկարել եմ, բայց այս Avan Tower-ը շատ չեմ գնացել, դրոնով ավելի լավ կերևա, դե լավ, ես էլ ստեղ սովետական շենքեր են ներքևը, ինձ թվում է ընդհանուր պարզ է։ Ու թռանք։ Դե թռնենք, բարձրանանք։ Ուղղությունը հիմա դեպի Արարատ է, բայց եղանակը այ երեկոյան էլ ունի նկարած, այդ վաղտ Արարատը կերևա։ Այս աչի վրա այդ գերեզմանատներն են, իսկ ձախի վրա այ բուսաբանականը երևաց, այդ սարի նման որ կա մեջը։ Կհիշեք այդ տեղը էլի, վախտին որ գնում էինք, հիշում եք աստիճաներ էր, բարձանում էինք, շատ խիտ բուսականություն էր այդտեղ։ Այս ծարավ աղբյուր փողոցը երևաց, այս մասն էլ է բուսականությունը շատ տխուր վիճակը, այս սպիտակ շենքերից հետո այս վարդագույն մի քիչ այդ Դավիթ հենց թաղամասն արդեն, հիմա պտտում է ինքը դեպի այս էլի գերեզմանատունն ենք անցնում, դե սա Զեյթուն քանակեր էլի տենց է, չէ, գերեզմանատունը, այս ուր գնաց, հա, այս է, բուսաբանականի այդ սարը, որ ասում եմ, իսկ ուղղությունը, որ լավ կողմնորոշվեք ավելի, այն հերվում փոքր էսա սլակը կդնեմ, այդ են փունջն է շենքերի, որ դեպի Ալմաստ գործարան, Ռուբինյանցի վրա, հա, այս էլ այդ սարն է, Դավիթը շատ մտահոգված է, որտև ստեղ դե իսկապես խիտ բուսականություն էր, հիմա չկա, այդ վերևը դե պատմեցի, Պրարաբը ասեց լիճը ալնելու, այդ վերևի մասում, բայց թե բուսականությունը երբ կվերականգնվի ոնց, այս մեջտեղինը մի վարկյան, այս է ջերմոցն է, կհիշեք եղել ենք այդտեղ ներսը, գնացինք, այսօր կանգնացրեցի մի քիչ խախտվեց, ծարավ աղբյուրը նորից երևաց, այս այդ երկու շենքն է քիփ, որ կառուցել են, դե այնտեղ հեռվում մեր ինստիտուտն է երևում, այս շենքերը, այս սպիտակներից հետո, այս նորակառույցները, այս մեկը Դավիթեն շենքն է, ու դրանից արդեն դեպի մի րոպե, հեսա կարծում այդ կոմը, ահա, այս թաղամասն է, որը կոչվում է Նոր Ավան, այս ֆուտբոլի դաշտերն էին, ձախի վրա, այս մեկը Play-City-ն է, այս փողոցը, որ երևում է, ինքը Մարշալ Բաղրամյանի շարունակությունն է Աճարյանից հետո, բայց անուն չունի, ես մի անգամ մրցույթ էի հայտարարել ու մերոնց Արման Լևոն անունով դրեցի այս փողոցը,
Արման Լևոն փողոցն է պաստորեն։ Հիմա գնանք դեպի մեր հիմնարկ։ Ահան, ասել մեր հիմնարկը։ Սենց է։ Տենում եք խճանկարը բավականին լավ են վերականգնել։ Նենց մի քիչ ծավալային, դե ստեղ տենում եք այս մասերում էլի նենց ամայի տարածքներ կան, լավ հիմնարկից գնաց, հա, այս ակադեմիայի շենքն է, ակադեմիայից դեպի աջ դաշտերն են, ֆուտբոլի այս էլի եկավ իրանց թաղամաս, հա Դավիթը, հա, այս իրանց շենքն է, տուն են գնում ժողովուրդ, եկանք դռոնի տուն, հիմա մի հատ էլ թռնենք, այ ես արդեն երեկոյան ատենում եք, Արարատը ընդեղ երևում է հեռվում, հիմա արդեն մի քիչ ավելի լավ ենք, չէ, պատկերացնում ոնց որ թե ուղղությունները որտեղ ինչ է կատարվում, ահան, այ ցիկ թռավ, ես էլ Արարատը, հեռվում, դե ընդեղ ինչ է երևում, ովքեր են, ինչ են, չեմ կարա հիմա սենց ասեմ կոնկրետ, բայց ես առաջի պլանում ներքևը, սա ոնց որ թե ժողովուրդ, հա էլի, Զեյթունի շուկայի տեղը սարքած շենքն էր դա, այստեղ այս ուղղությամբ, որտեղ արևն է, Արագածն է, դե արևը խփումա չի երևում, Արագածից հետո գալիս է ճիշտ է Արալերը, ու այս կողմերը մի տեղից արդեն լավ, հետո ավելի լավ կերևակ ասեմ, եկանք էլի բուսաբանական, ես էլի այդ սարն է բուսաբանականի, ես ինչ թռավ, թռանք ինչ-որ ենքով մի քիչ, մի րոպե, մի հատ հասկանանք ինչոց է, լավ, փոխվեց կադրը, Արարատնա, նորից այս անցանք, Ռուբինյանցի վրայի այդ փունջներ շենքերի, այս այդ սարնա, բուսաբանականի մեջ, դες արդեն գիտեք, ջերմոցը անցանք, այս են երկու շենքը, որ քիպ կպած կառուցել են, այ այս ուղղությամբ է, մի քիչ դեպի ձախ, այդ Ավան Տաուերս կոչեցյալը, դեղ շատ շինարարություն է, դե միջև հեռու ինչքան տենում եք, այդ իրանք են էլի պաստորեն, ու Արալերը անցանք, հա նորից Արագացի մոտ է գալի, գնացինք, հեսա Արարատն էլ երևաց, այս աչքիս տունն է մանգալի, հա, ոնց որ թե, դեպի ձախ լրիվ տենում եք, բուսաբանը կան արդեն մի քիչ երևաց, այդ սարի մասը իր, հա, հեսա, շուր տվեց, այս է այդ սարը, որից անհանգիստ է, այս ծարավ աղբյուրն է, այս ինչ արեց, հա, այս Տերնոպոլ, լավ, հեսա նորից կլնի կարծում, այս էլի ծարավ աղբյուրը, դզմզեց, աշկիս հա էլ իչանք դամոյ, հա, այս անգամ հետաքրիր է, անդեղ հերվում ծարավ աղբյուրն է, իսկ այս փողոցը ծարավ աղբյուրից մտնում է իրանց բակ, սա հենց բակից է նկարը այս անգամ, նայեք հեսա քիչնի այդ փողոցի վրա, հետաքրիր է մի տեսակնից հողի վրա է իջնում էլի, հա, այստեղ է, ես որ գալիս եմ, ստեղ մի տեղ եմ կանգնում իրանց տուն գնալուց, կարող է հենց ստեղ, ահան, ես էլ կանգնես, դե մի հատ էլ թռնենք, ես արդեն դեպի երեկոյ է, ես են հատվածնա, երբ որ են Արարատը երևում է, շատ թե քիչ, են ամենա թափանցիկ, ես բուսաբանականն է, ես այդ հատվածներն է, որ են բնակիչը, այս ձախ կողմի, ասեց այդեղ լիքը թփեր, ծառեր, ինչ ասես կար, են հեռվում մեր հիմնարկը երևաց, են կողմը, այս մեկը Դավիթենց շենքն է այս, տենում եք, մի քիչ ուրիշ գույնի, իսկ դեպի ձախ այդ իրանց նոր Ավան թաղամասն է, անդեղ հեռվում
արա Լեռնա, էսա Տերնոպոլի համալսարանը։ Դե ստեղ որ եկանք այն կողմերը հա տենց կանգնած շենքեր կային մի քանի հատ կառուցում էին, էս էլի դեպի Արագած, դեպի Արարատ, այս կողմը Դավիթ տենց շենքերն է, հետևում եք, այդ ֆուտբոլի դաշտեր, այս Տերնոպոլը անցանք, այնա ներքերն է արդեն, այսուր է գնում ընկերը, այ ստեղ ավելի լավ է այդ ուղղությունը, այդ Avon Towers-ներ էլի, սա արդեն դեպի մեր հիմնարկը, հա հենա մեր հիմնարկը երևաց, առաջի պլանում ֆուտբոլի դաշտերն են, այնտեղ այն ինչ էր կոչվում Play City-ն երևաց, իրա կարտինգով եւ այլն, ու գնանք տուն, հա աչքիս, մի րոպե, հա, ստեղից թեքվում է դեպի մեր հիմնարկ, այս ֆուտբոլի դաշտերը անցանք, չէ հեսա ֆուտբոլի դաշտերը ձախ կողմը, այնտեղ հեռվում տեսնում եք մեր հիմնարկն է, Մարշալ Բաբաջանյանը շարունակությունը, սա այդ Արման Լևոն փողոցներ, այս Play City-ն է, կարտինգներով, կհիշեք ստեղ Արմենի ծնունդը մի անգամ արեցինք, նկարել էինք, Թորանս էլի, ինքն էլ քշում էր այդ կարտինգը, այս էլի այդ սարն է, այս մասերը շատ է Դավիթին մտահոգում, այս բանն է, պարնիկը ոնց է, այս կլորը էլի, ջերմոցը, հասկանում եք, այս մասերում ինքը հաճախ հեծանիվ է, որ քշում էր, ինքը լավ գիտի ինչքան այդտեղ կանանչ էր էլի ու շատ ափսոսում է ամեն անգամ այդ դրոնը վերակալում տխուր մանա գալի այդ տեղերով այստեղ պարկինգ պարարաբա ասեց կառուցվում է պարկինգը հիմա այստեղ կարծեմ Դավիթ Ահակին սենց պտտում է տխուր նայում է Անահիտից ոչ պակաս է սիրում Դավիթը կանաչը, ծառեր, ծաղիկներ եւ այլն։ Մի խոսքով էս իրա նոստալժի։ Դեն բնակիչն էլ ասեց էլի, որ սաղ կանանչեր ես ինչ են արել, ես իմ մի խոսքով լավ։ Էս ինչ ենք նայում։ Այն Աթիսն է, հերվում տենում եք, ստեղ էլի ես բանն է, Play City-ն է, ես մեկը արդեն ծարավ աղբյուրն է, Play City-ից ենկոմ էր, Արման Լևոնը, էլի եկավ ստեղ Դավիթը, հա, չի կարում ստեղից կտրվի, դե ես մասը իրոք, այ կարող է, գիտեք, ես կողմերը միտեղ էր, այդ կաղնիները, որ կտրած ես եկա, ոնց որ թե այս կողմերն էր, շատ դաժան բաներ, այդ կաղնիներից հետո լրիվ վստահությունը կորցրեցին իմ մոտ, այս, հա, ընդեղ Արագածն է, այն կողմը Արա Լեռնա նորից, այս ֆուտբոլի ակադեմիայի դաշտերը, այս սկսեց պտտվել, այս հա, Արարատին հասանք, տենանք հիմա ինչ անում, ուր ենք գնում, ինչքան նայում եմ չեմ իշում հետո ինչ անելու, այս Արագածներ ես կողմը հետ եկավ, այս այդ թումբն է, այդ սարը բուսաբանականի մեջ, արդեն ջերմոցնել հնա կլորը երևաց, կարծում եմ ահակին ընտելացանք ես տեսարաններին, լավ մնաք, միշտ առողջ և խաղաղ երկինք, ես էլ կոչվում էր, ես այսօր պտի հանգստանամ, հա?